Այնքան բան էի պլանավորել այս տարի Զատիկի հետ կապված նկարահանելու։ Երևի դրա կեսը հազիվ կհասցնեմ նկարահանել, բայց կարևորներից ուզում եմ ձուկը նախ պարտադիր է, ձուկը կանենք լավաշով ու հետո էլ տեսնեմ ինչ եմ հասցնում ու քանի որ քամի է, այս ձկանը կդնենք փայլաթերթիկի վրա։ Սովորական իշխան ձուկ է հիմա սա, սրան իշխան են ասում։ Կարմիր իշխան է, ինչ գույնի իշխան է, գույնը կարևոր չէ։ Իշխանատիպ ձուկը պետք է որ լավ լինի այս տեսակ ջեռոցում թխվելու համար։ Թարխուն է պետք, ձուկն ու թարխունը գիտեք, ձուկ գումարած, թարխուն հավասար է սեր, սխտոր է պետք, կիտրոն է պետք, համեմում եմ, ձուկը սիրում եմ շատ պարզ երկու համեմունքով համեմել, սև տակտեղն եմ սիրում, աղը բնական է, ես չէ, ձուկն է սիրում աղը, կարմիր տակտեղն էլ սիրում եմ, որ կծվոտ է լինում, հեչ պարտադիր չէ, սխտորի փոշի ունեմ, բայց սա բանջարեղենների, մրգերի համար է, ու լավաշում եմ, Դիթապտղի յուղ կարակն էլ հալեցրել եմ, որ լավաշը մի լավ կարակով պատենք, որ թխվելուց հետո անուշ խշխշան տեղը տեղին համեղ լավաշ ստացվի։ Ուրիշ, բանջարեղենների մասին էի ասում, հեչ պարտադիր չէ, հենց փլավն էլ հերիք է կողքից մատուցելու համար։ Փլավ է, կանաչեղեն է, գիտեք, ամեն ինչ Զատիկին իմ ամենասիրած ուտեստների առումով, ամենասիրած տոներից մեկն է Զատիկը։ Կարտոֆիլ ունեմ, որ կապ չունի Զատիկի հետ, բայց այսօր կարտոֆիլ է, մի քիչ կարտոֆիլ ունի, ուզում եմ հենց դա էլ կողքը մատուցել։ Ու շատ եմ սիրում, որ չեմ կարծում Զատիկին այդպես մատուցում ենք, ամենայնիվից չեմ հիշում։ Սիրում եմ խորոված մրգեր, տանձը ու մի խնձոր է մնացել, ընդամենը։ Հա, դրանք հեչ պարտադիր չեն, կողքից ինչ ուզում եք, ինչով ուզում եք կմատուցեք, հիմա մեզ ինչ է պետք նախ եւ առաջ, պետք է ձուկը համեմենք ու թողնենք գոնե մի քանի ժամ մարինացվի։ Ինչ են ասում։ Ես ասեցի մարինացվի, դուք ասեք ճիշտ բառը որն է։ Ինչից ենք սկսում։ Նախ հագնում ենք մեր ձեռնոցները, որտեղ ձկին մերսելու եմ։ Բաներ կա, գիտեք, չեմ սիրում ձեռքերով շատ կպչել։ Աղացած միսը, ձուկը, ավելի հանգիստ եմ ձեռնոցներով։ Դուք ինչպես կկամենաք, աղը տեղը տեղին, ինչպես որ դուք գիտեք։ Հիմա փորով, ներսով, դրսով մի լավ կաղեմ։ Մեկ անկախ քեզանից ինչ որ բառեր ա ծնվում, ասենք երբ որ տանը ինձ համար եմ եփում թափում, չեմ մտածում ինչ բառ կօգտագործեմ, հենց գալիս եմ տեսախցիկի մոտ, դե արի ու մտածի ինչ ասես այդ բառին, այդ գործողությանը կոնկրետ, աղը արեցի, գիտեմ քիչ է լինելու աղը, ձուկը աղ սիրում է, արդեն մաքրել էի ձուկը իմիջայլոց, սև տակտեղ եմ ավելացնում, սխտորը չեմ էլ կլպելու, գիտեք, հենց այդպես կտրատելու եմ ու դնեմ փորի մեջ, ես այսպես, ուրիշ ինչ ասեցի, հա կարմիր տակտեղը կդնեմ, փորի մեջ սև տակտեղ չարեցի, որ ձուկը չնեղվի, ձկան որ մասն եք սիրում, ես գլուխն եմ սիրում, ասում են հեչ լավ չի, որ կինը գլուխն է սիրում, գլխակեր է լինում, ինչ ապուշ արտահայտություն, մի քանի անգամ եմ լսել, կարող էի չասել, չէ չիմանայիք, սխտորը կտրատում եմ, հենց այսպես, տնավարի, գեղավարի կտրատում եմ ու լցնում եմ փորը, այ մինչև սխտորը դնելը պետք է մտածեի, որ մի թեթև մերսեմ հետո, որտեղ արդեն երբ որ փորի մեջ տարբեր բաներ ենք տեղադրում, իրեն պտտելը, աշխատելը դժվար է լինում, բայց կապ չունի, թող այդ լինի մեր դժվարությունը, չէ, լավ էլ եղավ, հիմա փորի մեջ էլ սրանք կդնեմ, թարխունն էլ կդնեմ, թեպետ որ անկեղծ ասեմ, թարխունը սովորաբար մտածում եմ, ճիշտ կլինի հենց անմիջապես եփելուց առաջ տեղադրել, հիմա, չէ, թարխուն չեմ դնի, գիտեք, եփելուց կդնեմ, իզուր թարխուն եմ փչացնի, այսօր անգլերեն ալիքի համար էլ եմ ձուկ նկարահանում, ասում այսօր ձկան օր է, ինչ մեկ ձկան օր կար, ուրբաթ օրերը ձկան օր չէին համարում, կարծեմ տեսնի բան եմ հիշում, հիմա սա կդնեմ սառնարան, մի քիչ կհանգստանա,
Ես ժամանակ շատ երևի չեմ տրամադրի, բայց խորհուրդ կտամ, ասենք եթե գիշերը անեք հաջորդ օրը եփելու համար ավելի լավ կմարինացվի, աղը ավելի լավ կքաշի ջանը։ Հա, սա մի հատ տանեմ տեղադրեմ, կամ բանջարեղենները, գիտեք ինչ եմ անելու, պարզապես աղ եմ անելու, սխտոր եմ անելու, ես սիրում եմ մարդ կա, որ երբևիցե չի փորձել, մտածում է, հա խորոված տանձ այնել վրան աղով, սխտորով, այնքան համեղ է, պետքա փորձեք։ Նացա տանեմ դնեմ, կամ սրանք էլ արագ աղ եմ, պղպեղեմ ու անցնենք առաջ, ոչ, ընկնելու էի, ընկնելու խայտարակ։ Հիմա արագ սրանք էլ աղ անեմ, դա էլ կարող եք ըստ ճաշակի, ինչ համեմունք սիրում եք, կարտոֆիլը, ես սիրում եմ ձուկն ու կարտոֆիլը ինձ համար շատ կարևոր մարդիկ։ Իրար հետ լավ սազում են այդ համերը, սիրում եմ ձկան հետ կարտոֆիլ շատ եմ սիրում, ու երևի որ սիրում եմ դրա համար էլ այսպես եմ անում, հեչ զատիկի հետ կապ չունեցող ինչ-որ կերակրատեսակ է ստացվելու, չէ, ձուկն ու կարտոֆիլը ու տապակած խորոված մրգերը, բայց մեկ-մեկ ինչ սիրում եք, այդպես էլ անում եք, չէ։ Անցած տարի ասեմ, անցած տարի զատիկի հետ կապված անգլերեն ալիքում այնքան նկարեցի, ձուկն էլ, փլավն էլ, կանաչեղենն էլ, տապակած լավաշով, ամեն տեսակ, ամեն ինչ նկարեցի, եկա որ զատիկի օր եկավ, ոչ մի բան անելս չեկավ, ձուն էլ ներկեցի, բայց արեցի իհարկե, շատ թեթև արեցի մեզ համար։ Մի խոսքով այս տարի էլ նույնն է լինելու, այս քանի օր եփելու եմ, դե լավ, շատ խոսեցի, մի քիչ ձիթապտղի յուղ եմ անում, մի քիչ էլ աղ կանեմ ու մեկ էլ գիտեք ինչն եմ շատ սիրում, այս կարտոֆիլի չոր սամիթը, կարմիր տակտեղը արեցի, մի քիչ էլ սամիթ կանեմ, սև տակտեղ կանեմ, սա մենակ կարտոֆիլին եմ անում, իսկ բանջարեղենները ու սխտորի փոշին ուր դրեցի սխտոր։ Սա էլ այսպես, այնց ուժեղ քամի է, ինչը որ մնաց սեղանի վրա, դրա էլ կօգտագործենք, մի հատ այսպես անեմ, սա դնեմ մի կողմ, արագ մանր կարտոֆիլներ են, մեծի դեպքում բնական է կկտրատեք, սա այսպես, բանջարեղեններս էլ, բանջարեղենը գիտեք, մի թեթև տակից ու կողքերից կարի, հիմա սրանք այնքան մեծ են, նույնիսկ մտածում եմ կիսել կեսը, բայց ամբողջությամբ այնքան գեղեցիկ է սեղանի վրա, լավ եկեք գնանք գեղեցկության հետևից, կարող եք սրանք հանել, բայց կարող եք նաև չհանել, այսպես մի թեթև կտրատում եմ, որ այդ աղն ու յուղը վերցնի, ինչ լավ բառ է ջանը քաշելու փոխարեն, չէ, կամաց կիմանանք ինչին ինչ ասենք, մի հատ էլ անեմ երևի հերիք է, այս բանջարեղենն էլ կտրատեմ, պարզում է տանձու բանջարեղեն ա եղել ժողովուրդ ջան, բանջարեղենները պատրաստ են, մրգերը, օքեյ, աղ եմ անում, մի քիչ, շատ համեղ ա լինում, որ չեք փորձել, գիտեմ շատերը, ես հյուրերիս ասենք, որ գալիս են, տանձը բերում եմ, միշտ ինքան արագ պատրաստող համ սեղանի վրա է սիրուն, համ համեղա, շատ ա լինում, որ երբևիցե փորձած չեն լինում, ինչ որ տարակուսանքով նայում են, ոնց կարելի է տանձը խնձորը, այդպես ոնց որ, ասենք մսի կողքին, ձկան կողքին, բայց շատ համեղ, հենց համերը իրար հետ շատ լավ բռնում է։ Մի քիչ կծուկ անեմ սրանից։ Այ գիտեք խնձորի հետ կապված, խնձորի տեսակ կա, որ լավ չի խորովում, տեսակ կա, որ լավ է խորովում։ Անկեղծ ասեմ, չեմ հիշում, այս խնձորի անունը ինչ էր, լավ էր խորովում, թե չէ, բայց հատուկ մի տեսակ կա, որ շատ փխրվում է։ Կարևոր է, որ իմանաք։ Հիմա չգիտեմ, որտեղ խնձորները ինչ են անում։ Սխտորի փոշին եք անպայման ավելացնում։ Աղը սխտորի փոշին կարևոր համեմունքներ են։ Ձեթ ավելացրեցի, մի թեթև այսպես տրորում եք ինքան որ այդ ամեն ինչը վերցնի։ Ջեռոցնել 200 աստիճանի տակ է լինելու։ Գիտեք ինչ, կարծում եմ այս բոլորը իրար հետ կանեմ, հենց սրա մեջ։ Երևի մի 10-15 րոպե էլ կսպասեմ, եթե ոչ ավել, ու կգնամ ձկան ետևից։ Սա հիմա չեմ սկսի անել, ձկան հետ եմ դնում մի անգամից։ Ջեռոցը մի քիչ կհավաքեմ այս կողմեն կողմ ու կշարունակենք։ Մեր ձկնիկը հուսով եմ ինչքան հասցրել, այնքան աղերը քաշել է։
Ինչ ենք անում։ Լավաշ, ջեռոցս էլ արդեն սկսել եմ, 200 աստիճան եք տաքացնում ջեռոցը։ Լավաշի մեջ շատ սովորական, հենց մի անգամից երևի թավայիս մեջ էլ կտեղադրեմ լավաշը։ Ավելի լավ։ Լավաշը սրա ամենահամեղ մասն է, ժողովուրդ, հանկարծ չլնեմ, չիմանամ, տվել եք հարևանին։ Հիմա սա կդնեմ այստեղ։ Սա լավ մեծ ձուկ էր, ինձ թվում էր փոքր ձուկ եմ վերցրել, բայց արդեն թավայից չափից էլ եմ հասկանում, որ լավ էլ տեղը տեղին թմփլիկ ձուկ էր։ Թարխունը չմոռանանք, ասել ենք, չէ, որ թարխունով ձուկ ենք պատրաստում, որ ամոթող չմնանք։ Այսպես թարխունը մի թեթև կպոկպկեմ, որ ավելի լավ համերը դուրս տա։ Այս փորի մեջ ինչ դրել էինք, բոլորը հանուն դեն ենք նետում։ Սրանք արդեն ուժը կորցրած պետք է լինեն։ Սա այսպես, թարխունը մենակ կդնեմ, հերիք է, լավ կտրատեցի թարխունը, մի քիչ այսպես որ տրորեք, ավելի լավ համը դուրս կտա։ Մի հատ էլ կտրատում եմ, ասենք ինչ չափի եք կտրատելու մատուցելիս, ոչ շատ մեծ չբռնացնեք, ասենք որ բոլորին բաժին հասնի։ Կչափենք, գլուխը կարևորը մեծ լինի, գլուխը ուտողը ես եմ։ Լավ տեղին գլուխը, այսպես չափերի կբաժանեմ։ Ու սրանց մեջ էլ, պոչն էլ էի սիրում, բայց պոչը փոքր ժամանակ էի սիրում։ Հիշեցի, որ հիմա պոչը Լիլիթն է, էլ չի ուտում, անցած տարվանից, մոռացել եմ, երեխեն վեգետարյան է, չի ուտելու սրա պոչը, էլի պոչն էլ ենք մենք ուտելու։ Այս կտրվածքների մեջ էլ եմ մի քիչ թարխուն դնում, համը շատ լավ է տալիս։ Մի րոպե, մտածում եմ պտտեմ մյուս կողմի վրա էլ կտրատեմ, հա։ Չէ, թե չէ, ինչ ասեցիք։ Դե լավ, չենք կտրատի մյուս կողմի վրա, չեք ուզում։ Սա էլ այսպես, և իհարկե կիտրոնն էլ շատ մեծ դեր չի խաղում կիտրոնը, այսպես վրան դնելիս, բայց այնքան գեղեցիկ է, այդպես որ բացում եք կիտրոնները վրան, ավելի շատ իմ կարծիքով դիզայնային է, քան համի առումով առանձնապես շատ բան չի փոխվում։ Ինչ գեղևոտ կիտրոն էր, հարևանինս չի զգացվում է, չէ, հարևանս կիտրոն չուներ, բայց մի ուրիշ հարևան ունեմ, որ կիտրոնը ծառ ունի, իմիջիալոց YouTube-ով ենք ծանոթացել, պարզվեց մեր, հենց երեխաներն են մեր դպրոցն են գնում, հենց մեր վերևն է, մի քանի քայլ են կողմ, բայց էլ լիմոնի հարցով չենք դիմել, օքեյ, սրանք էլ շատ մեծ են, այսպես կիտրոնները, վայ լիմոն էի ասում այսքան ժամանակ, վայ, այսպես կդնեմ, ուրեմն, ասենք, եթե յուղ սիրում եք, ամեն ինչի յուղոտը սիրում եք, պապայիս նման, ես յուղոտ շատ չեմ սիրում, անկեղծ որ ասեմ, կարող եք մի լավ ներսի կողմից էլ յուղապատել, կարող եք չյուղապատել, ես այսպես թեթև կանեմ, որ բոլորի համար լավ լինի, ու լավաշը սիրում փաթաթում եք, բարուր եք անում ձկանը լավաշով, այսպես, սա էլ այսպես, կարող եք եթե չի ենթարկվում, բայց վստահ եմ բոլորի մոտ էլ նույն լավաշն է, այսպես չոփերով կարող եք եթե ուզում եք ինչ-որ տեսք տալ կամ ավելի համաչափ փաթաթել, կարող եք չոփերով այստեղից այնտեղից ամրացնել, բայց չեմ անի, լավ էլ փաթաթվեց տեղը տեղին, այ վրան մի քիչ կարագը լավ կքսեմ ու թխելու ենք մոտավորապես 30 րոպե, էլի նշանակություն ունի ձկի չափը, թե որքանով է, թե ինչ չափի ձուկ է, սա երևի 30 րոպե կթխվի կեպվի, ձուկը շատ արագ եփող մի բան է, հետո երբեմն այստեղ շատ են սիրում կիսաեփ ձուկը, մի քիչ մեջը հում են թողնում, չսիրեցի այդպես, համը չեմ սիրում, եթե սուշի չի իհարկե, սա էլ այսպես, սա էլ տանեմ, սրանք էլ տանեմ, նայում եք բանջարեղենները, դե բնական է, արդեն եփված է լինում, հանում եք, բանջարեղենը հեշտ է, մի հատ էլ կբացեմ, այս կողմ են կողմ կպտտեմ, բայց ձուկը ինչպես դնում եմ, այդ նույն դերքով էլ հանում եմ, չեմ պտտում, կարող է պետք է պտտենք, չէ, տարա, պատրաստ է,
40 րոպե եփեցի։ Գիտեք, բանջարեղենը պատրաստ չէր, ձուկը աշխատեք ներքևում դնել, որ լավաշը շատ արագ կարմրելու հատկություն ունի, հատկապես 200 աստիճանում շատ ավելի արագ կկարմրի։ Մի հատ հələ արդեն ընտիր տեսք ունի։ Հեսա որ կտրատենք, բացենք, եկեք սկզբից ձուկը բացանեմ, հետո նոր բանջարեղենները կողքը տեղավորենք։ Խորենք կկտրենք, որ ձուկը շատ չկտրվի։ Ես վրայի բաները, կիտրոնները հանում եմ, նոր թարմն եմ դնում, գիտեք, ես եփածները մի տեսակ չեմ սիրում, այդ դառնությունը մանավանդ նրբորեն հանեմ, որ ձկան գլուխը չվնասվի։ Վատ չի։ Նոց ես լավաշը կցեմ բերանս։ Ամենահամեղ մասն է։ Գիտեք ինչ, ես կիտրոնները կթողնեմ վրան։ Շատ իր սիրուն է։ Կարծես թե ընտիր տեսք ունի, ոչ մի վերանորոգման կարիք չունի։ Իսկ բանջարեղենները մի հատ նայեք, ես գեղեցկությունը նայեք հլա։ Ինչ ընտիր տեսք ունի։ Բանջարեղենը մտածում եմ կտրատել, կես-կես դնել։ Շատ մեծոտ էին տանձերը։ Իսկան բան ժողովուրդ ջան, այնքան տաք է, հեչ չեմ ուզում, այսպես տակ-տակ փորձել ձուկը սառն եմ սիրում, վստահ եմ ձեզանից շատերն էլ սառն է սիրում, այսպես դնեմ կողքերը, սրանք։ Վերջացրեցինք, բաղադրատոմս, երևի արագ բաղադրատոմս կգրեմ, հենց ներքևում, ինչ տակեր մատներս վառեցի, բաղադրատոմսը ներքևում կգրեմ, արդեն տեսահոլովակը նայելուց, տեսանյութը նայելուց պարզ է, այնքան հեշտ պատրաստվող, այնքան հեշտ մի բան է, վստահ եմ շատերն էլ արդեն պատրաստում են հենց այս ձևով։ Իսկան բան, շատ ապրեք, որ դիտեցիք, կհանդիպենք։ Այս կարտոֆիլները, բա ինչ ընտիր տեսք ունեն, սա պետք է ուտեմ։ Տակ-տակ վառվելով։ Աշխարհի ամենահամեղ ուտելիքն է, խորոված կարտոֆիլը։ Որ մի կողմի վրա էլ ասեն կանաչեղենը դնեք, այս կողմի վրա իմ ասած բանջարեղեն տանձերը դնեք, Արնակ ջան, եկար, բարդ տղես, այլ քո համար համով ձուկ եմ եփել։ Չի ուտում։ Կարտոշկի կգոնե փորձել։ Գործդ ո՞նց է։ Լավ, օքեյ։ Վերջ ժողովուրդ ջան, մենք վերջացել ենք, անցել ենք մեր ընտանեկան խոսակցություններին։ Այս տանձերը բա ինչ համով են։ Ներսնա, լիք սենյակն է։ Գնամ նստեմ քեֆ անեմ, ուղիղ քամիշ կսվեց։ Արփա, գնացինք, տղաս։ Գնանք ուտենք ու գնանք։